ապացուցել եմ իրավական ճանապարհներից մեկը, սա ձայնագրությունն է, որ եթե ինքը թաքցրել է հանցագործություն, նաև հանցագործ է ինքը, կամ զրպարտիչ է, երկուսից մեկն է, բայց ես կարծում եմ զրպարտիչ է, թող ինքը կարողանա դատի տալ, որովհետև իմ մասին ելույթից ասել է այդ մարդը։ Հիմա ես ասում եմ ներողություն խնդրի, վերջանանք գնա, որ սխալ ես արել, թե տաքացած ըսեղը, թե ձեր վատ բաները, որ չեք կարող աշխատեք վեր եմ հանել, դրանից ելնելով ուզելս թաքցնես, կոծկես ու տենց մեղադրանք եք առաջադրել ինձ։ Որտեղ ասել։ Ավականուն նիստին, անցած ավականուն նիստին։ Ես ուղղակի դուրս էի եկել դուրս, իմ ոնց որ ես խոսքից հետո դուրս եմ գալիս դուրս, ես հետո եմ գնում, բացում եմ, ստուգում եմ, նոր տենում եմ, տենց բան ա եղել։ Այսյանի որտեղ եք բաժանել։ Չգիտեմ, ընտրակաշարքը որտեղ եմ բաժանում, ընտրակաշարք տվող եմ ես համարվում, իրաստ իրա։ Ես էլ ներկայացնում եմ, որ ես 18 թվականից առաջ իմ ամբողջ կենսագրության մեջ ես չեմ եղել քաղաքական process-ների ոչ մի տեղ, չի եղել իմ մասնակցությունը նման ձև։ Դե գլուխը պատին տվեց ամբողջ բամբակցությունը, ես էլ ասում եմ ՔՊ-ն, եթե նույն ձևով, եթե չընդունի իր ավականու վարքագիծը, ամբողջ մեխանիզմով ասում եմ, իրենք շարանող մարդիկ են, իրանք սուտ տարածող մարդիկ են, այո, ես ապացուցել եմ, նաև ելույթս էլ ասեցի, դուք ստախոս եք, ստախոս են իրենք, որովհետև նաև էմոցիոնալ բերել էին մանկապարտեզների այստեղ հարց, ես նույնը հարցով ելույթով անդրադարձա, որ դուք սա պոպուլիստական նախագիծ եք բերում, նորից 26 թվականի ընտրություններին են պատրաստվում իրանք, նորից նախկին ներկայի թեզ են ուզում բերեն, այնինչ չեն կարող ոչ մեկից կպցնեն, իմ տարիքն էլ չի բռնում, որ ես 30 տարի առաջ ինչ-որ բան կարած լինեի, ուղղակի իրանք տեսնում են, որ չեն կարող քո անձին պիտակ կպցնեն, սկսում են sense թիմային, վայ դու մեկին բարևել ես, կամ լավ մեկին հարգել ես, ես շատ մարդկանց հարգել եմ, հարգում եմ, հարգելու եմ, այո, ես ինչ եթե մեկին հարգում եմ, ուրեմն հարգում եմ մինչև վերջ։ Հետևաբար դա ում նկատի չունեմ, բոլոր շատ մարդկանց, դուք ում նկատի ունեք, չգիտեմ, Վահե ջան, բայց ես շատ մարդկանց, թե քաղաքական ուժերի, թե իրանց նախկին ասած որոշ անձերի, ես շատ մարդկանց կարամ հարգեմ այս երկրում, թե ոչ քաղաքականության զբաղված։ Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան եմ արել։ Մեկին ակնարկելով են այդպես ասում, դա է հարցը։ Ես չգիտեմ, իրանք թող պատասխանեն ում են նկատի ունեն, ես հիմնավորեցի, որ ինչ-որ մեկին էլ եթե կարողանայիք ակնարկեիք, դուք չեք կարող ինձ ասեք, ես ընտրակաշարք եմ բաժանի, դա մեղադրանք է իմ հանդեպ կամ դուք թաքցրել եք, եթե նման տեղեկատվություն եք ունեցել, ինչի՞ չեք դատախազության դիմել, ինձ կալանավորեին։ Եթե ոչ, ապա զրպարտի չեք դուք։ Սա էլ ապացույց է, ձայնագրությունով ապացուցի, որ այս մարդիկ զրպարտությամբ են զբաղված, բայց այսօր ես հիմա նորից եմ ասում, ժամանակ եմ տալիս պարոն Խաչատրյանին, կարող եմ մի քիչ տաքացել, կամ չէր պատկերացնում, որ կարողա սուտ բռնվի, ԿՊԱ-կանի սուտը վերջապես բռնենք։ Հիմա այսօրվա ընթացքում եթե չտա, հետագայում արդեն կհասկանանք ինչ գործընթաց կսկսենք, թե ես գնահատական կտամ միշտ, դա ընթացքում սպասենք, այսինքն այսօր ինքը ավարտի կներողություն, եթե կխնդրի, կանցնենք կգնա։ Այո, հանրային ա եղել, հանրային էլ պիտի լինի, ես ոչ մի թաքցնելու բան չունեմ։ Պարոն Սարգսյան, չնայած իրենց շատ թիմակիցներ քացիներով, սմբակներով եւ հայոյանքներով են փորձում պատասխան ստանալ, այսինքն պատասխանը ստանալ դիմացինից, բայց ինքը օրինակ հորդորեց ավելի քաղաքից ճանապարհով գնալ, իրավական ճանապարհով։ Դիմեք օրինակ իրավապահներին, ասեք ինձ զրպարտել է, օրինակ Ալեն Սիմոնյանը ոնց է դիմել օրինակ ինտերվյուների դեմ։ Տեսեք, նոր մի քիչ առաջ ես իր հետ առանձին խոսում եմ, ինքը ուզում էր խոսալ, ես ցույց էի տալիս իր սուտը, որ ինքը մի քիչ առաջ, դուք եկաք նկարելու, ինքը փորձեց հանրությունից նորից թաքնվել, իսկ ես չունեմ հանրությունից թաքնվելու ոչ մի խնդիր, եթե ինքը մեղավորություն չուներ, պիտի թաքնվի մեր քաղաքացիներից, ես բաց ու թափանցիկ եմ մեր ժողովրդի առաջ, ոչ մի թաքցնելու բան չունեմ, թե տեսանկարահանումներով լրիվ ազատ է ամեն ինչ, մենք չենք թաքցնելու ոչ մի բան մեր քաղաքացիներից, իսկ իրանք եթե սխալ են լինում, փորձում ենք փոցկել, այսպես նմանատիպ դեպքերով, տեսեք գնաց։ Ես ապացույցներ էի ցույց տալի ձեր ներկայությամբ, որ ինքը տեսներ, որ այդ իմ մասին է խոսում ինքը, բայց ինքը փորձեց գնաց։ Շահեջան, ձեզ շնորհակալություն։